Փառք մեր Տիրոջը, հալելույա, շնորհակալ ենք Տիրոջից շատ բաների համար ունենք գոհանալու նրանից, որ մենք այստեղ ենք, որ մենք ազատվել ենք խավարի իշխանությունից, որ մենք բարձրյալ Աստծո զավակներ ենք, փառք Տիրոջը, որ նա մեզ քաշել է այս աշխարհից եւ մոտեցրել է իրան, որպեսզի մենք երջանիկ լինենք, ինչպես Հիսուս ասավ, ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ ավելի հավիտենական կյանքը, որ մարդկային միտքը չի կարող ընկալի, միայն լիարժեք հավատք է պետք, որ հավատան սրա։ Թող Տերը օգնի եղբայրներ քույրեր, մենք հասկանանք ավետարանը, որովհետև ժամանակների մեջ տեսնում ենք ինչքան հոգիներ հեռանում են, եւ ես մի քանի օր առաջ հանդիպում եմ նման հոգիների եւ մտածում եմ, ինչու այս մարդիկ այսօր եկեղեցու մեջ չեն, որպես թե մի ժամանակ լավ ա եղել, եւ մտածում եմ եւ հայտնաբերում եմ մի բան, որ սրանք իրանց հոգեվոր շինարարությունը Քրիստոս վերի վրա չեն կառուցել, որովհետև ամենատարբեր փորձությունները գալիս է եւ փորձությունները մանավանդ քրիստոնյաներից հեռու չի եւ մարդիկ չունեն այդ լիարժեք հավատքը հաստատված Քրիստոս վերի վրա, որպեսզի ինչ էլ որ գա, ինչ էլ որ պատահի, ինչ քամիներ էլ որ գա, ինչ ջրեր էլ որ վազեն, մեկա նա ով իր տունը սարքել է վերի վրա, նա հաստատուն կմնա։ Եղբայրներ քույրեր, մենք պետք է հասկանանք, այս ինչ հավատք է, ինչ փրկություն է, այս ինչ ավետարան է։ Եվ հաճախ մենք ավետարանի մեջ հանդիպում ենք, Տերը խոսում էր առակներով էր խոսում, տարբեր առակներ էր խոսում եւ մեկնաբանում էր եւ ասում են Տեր, մեզ մեկնաբանի եւ մեկնաբանում էր Տերը պարզ, որպեսզի հասանելի լինի եւ որ հարցրին Տիրոջը, ասին Տեր, ինչու ես առակներով խոսում եւ հլա կարդանք Մատթեոս ավետարանի մեջ ինչ ասում Տերը 13-րդ գլխի 11 խոսքից կկարդամ, անել պատասխան տալով ըսավ անոնց, անոր համար, որ ձեզի տրված է գիտենալ երկնքի թագավորության խորհուրդները, բայց անոնց տրված չէ, որովհետև ով որ ունի, անոր պետքա տրվի ու պիտի ավելանա, եւ ով որ չունի, ունեցածն էլ անկե պիտի առնվի, անոր համար առակներով կխոսեմ անոնց, որ կտեսնեն ու չեն տեսներ, կլսեն ու չեն լսեր, ու միտք չեն առներ, անոնց վրա պիտի կատարվի Եսայի մարգարեությունը, որ կսե, լսելով պիտի լսեք ու պիտի չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք ու պիտի չտեսնեք, որովհետև այս ժողովրդի սիրտը թանձրացավ, իրենց ականջներով ծանր լսեցին ու աչքերնին գոցեցին, որպեսի չլա թե աչքով տեսնեն եւ ականջով լսեն եւ սրտով իմանան ու դարձի գան։ Լսելով պետքա լսեն, տեսնելով պետքա տեսնեն։ Ինչ ա ուզում ասի, տեսեք այս համարը Տեր Հիսուսը եւ ուշադրություն դարձնենք այս խոսքին, որ ասում է միտք չեն առնում։ Եղբայրներ քույրեր, շատ կարևոր է մենք ինչպիսի միտք ունենք։ Մենք միտք ենք առնում, թե միտք չենք առնում։ Ինչքան բաց թողի հավատացյալներ կան։ Տեսեք, եթե մեր մտածելակերպը, մեր միտքը, մտածելակերպը առողջ է, մենք կհասկանանք ինչ է նշանակում հավատալ, ինչ է նշանակում չհավատալ։
Մենք կհասկանանք ինչ է նշանակում ապաշխարության պտուղ բերել, ծառայել Աստծուն, պաշտել, թե ուղղակի գալ ու գնալ։ Մենք եթե առողջ միտք ունենանք կհասկանանք, թե ուր պետք է գնան, ովքեր ծառայում են եւ պտուղ են բերում, ինչ պետք է լինի նրանց հետ եւ ինչ պետք է չլինի նրանց հետ, ովքեր ուղղակի գալ գնալ են անում, իսկ մյուսները ծառայում են, նվիրված, պաշտում են Աստծո երկյուղով, նվիրված, սիրով, սիրում են Տիրոջը ծառայել։ Եվ ավետարանը այսպես է ասում, տեսեք այն տաղանդները, որ երեք ծառաների տաղանդները, որ բաժանել էր, եկավ Տերը օտար երկիր գնաց, հետո վերադարձավ եւ հաշիվ պահանջեց։ Գիտեք, սա մեզ է վերաբերում։ Եվ որ մենք կանգնենք Աստծո առաջ, Տերը պետք ասի քո տնտեսության հաշիվը տուր։ Ասում է ամենքին տրվեց իրանց կարողության չափովը։ Աստված մեզանից մեր կարողությունից ավել բան չի պահանջում։ Տուր քո տնտեսության հաշիվը։ Եվ տեսնում ենք, որ այն մեկը պահել էր։ Այն մեկի ճակատագիրը եղավ հավիտենական կորուստը։ Սա մեզ համար է գրված, եղբայրներ քույրեր։ Սա ձերի համար չի գրված։ Եվ տեսեք միտք առնելու վրայով, տեսեք քանի բան կար, այսօր նույն բանը սերմնացանի առակը այդ մեխանիզմը կատարվում է։ Կան մարդիկ, որ ուղղակի լսում են, միտք չեն առնում։ Սա ճանապարհի եզրում ընկած սերմերն են, որ թռչունները գալիս են ու տանում են։ Մենք պետք է թույլ չտանք, որ Աստծո խոսքը թշնամին մեզանից գողանա։ Ինչպես ակամա հիշացվում է, Աստծո խոսքը, Տեր քո խոսքը իմ սրտից մեջ պահեցի, որ քո դեմ չմեղանչեն։ Շատ կարևոր է մեր մտածելակերպը, եղբայրներ քույրեր, եթե մենք ամբողջ սրտով տրվում ենք, եթե մենք հավատում ենք, գիտես, Աստված կարա մեր մտածելակերպը փոխի։ Եվ որ մեր էությունը փոխվում է, չի փոխվում մեր կազմվածքը։ Մեր կազմվածքը այդքան կարևոր չի Աստծուն։ Մեր տեսքը այդքան կարևոր չի Աստծուն։ Կարևորությունը սա է, որ մենք միտք առնենք եւ գրված է Բարարդ հողի մեջ ընկած սերմը սա է, որ միտք առավ, հասկացավ, հասկանալը սա է, որ այդ հասկանալը քո կյանքը փոխի, իմ կյանքը փոխի, որ մենք հասկանանք, որ մենք առանց պտուղների չենք կարա երկինք մտնենք, մենք հասկանանք, որ մեր հավատքը առանց գործերի մեռած է, եղբայրներ քույրեր, եւ սա այս օրերը եւ այս ժամանակները, որ Աստված այսքան տալիս է, մենք ամեն կիրակի հավաքվում ենք, մենք ավետարանը ունենք, մենք հնարավորություններ ունենք ապաշխարելու եւ պաշտելու եւ ծառայելու Տիրոջը։ Եվ ծառայելու համար այնքան մեծ դաշտ կա աշխատելու։ Աղոթի, ծոմ պահի եկեղեցու համար, վկայի քո շրջակայքին, հոգ տար քո հարազատներին, եթե ոչ մյուս կետերը սերմնացանի ապառաժի վրա ընկած սերմն էր, որը արմատ չուներ, սա այն քրիստոնյաներն են, որոնք էլի միտք չեն առնում, ամբողջ սրտով չեն տրվում Տիրոջը, նրանք մնում են մակերեսորեն արմատ չունեն խորը Քրիստոսի մեջ, խորը հասկանալու, խորը հասկացողություն, թե ինչ է նշանակում կորուստ եւ ինչ է նշանակում փրկություն։ Եվ փորձությունը եկավ, արևի ծագած ատենը արմատ չունենալու պատճառով,
ասմա չորացավ։ Ինչքան հոգիներ են գայթակղվում։ Տարբեր պատճառների, ունային պատճառների չեն աճում եւ չեն հասունանում Քրիստոսի մեջ հավատքի մեջ։ Հնարավոր չի Հիսուս ասավ, որ գայթակղություն չկա, այդպիսի բան հնարավոր չի, բայց ասավ երանի նրան, որին վրայովս չի գայթակղվի։ Հնարավոր չի, որ մեկը մեկի դեմ չմեղանչի։ Եվ Պողոս առաքյալը Կորինթացիներին ասում է, չկարացա ձեզ հետ խոսել որպես հոգևորների։ Նմանները, որ ժամանակը անցակացել ու չեն աճել հոգևորապես, մնում են մանուկներ, գաղթ, գայթակղվող եւ ասում է չկարացի, որտեղ ձեր մեջ խռովություն կա, հակառակություն կա, պառակտում կա, բաժանում կա։ Ինչքան այս բաները, ինչքան մարդկանց պատճառ է դարել հեռանալու։ Փորձությունները եկել է, որովհետև իրանց տունը վեմի վրա չի եղել, Աստծո խոսքի վրա չի եղել, Աստծո խոսքով չի եղել։ Եղբայրներ, քույրեր, թող ուրեմն Աստված օգնի մեզ այս բաների մեջ։ Գիտեք ինչ կկատարվի։ Հայտնության գիրքը ասում է զգուշացնում է։ Ասում է զգուշ կացի, միգուցե քո պսակը ուրիշը առնի։ Քանի անգամ տեսեք Հիսուս հրեաների հետ այդքան տարիների մեջ ասում էր եւ վերջավորության մեջ եկավ այն պահը, որ այսպիսի հայտարարություն արավ Տերը։ Քանի անգամ, ինչպես հավը իր ձագերին, այնպես ուզեցի ձեզ իմ ոնցոր ծածկոցի տակ հավաքել, բայց դուք չուզեցիք։ Քանի անգամ։ Եվ գիտեք ինչ հայտարարություն արավ Տերը, մենք կարդում ենք Մատթեոս ավետարանի 8-րդ գլխից տեսեք ինչ ասավ հրեաներին։ 10-րդ խոսքից Հիսուս երբ լսեց զարմացավ եւ իրեն ետևե գացողներուն ըսավ. ճշմարիտ կսեմ ձեզի, Իսրայելի մեջ անգամ ես այսչափ հավատ չգտա։ Ձեզի կսեմ, թե արևելքեն ու արևմուտքեն շատերը պիտի գան, երկնքի թագավորությանը մեջ պիտի բազմեն, Աբրահամի ու Իսահակի, Հակոբի հետ, իսկ թագավորության որդիները դուրսի խավարը պիտի հանվեն, հոն պետքա լինի լաց եւ ագրանների կրճտել։ Թագավորության որդիները դուրս պետքա մնան։ Հրեաները մերժեցին, Աստված գնաց հեթանոսներին։ Տեսեք, եթե դու մերժում ես, Աստված այն պսակը, որ քեզ համար նախատեսել է եւ պատրաստել է, դու տենալու ես այդ օրը այդ պսակը ուրիշի գլխին դնելու։ Այն գործի համար, որ Տերը քեզ կանչել է ու դու ծորանում ես, Աստված ուրիշ մարդ կհանի։ Եվ այդ օրը դու կտենաս քո պսակը ուրիշի գլխին։ Սա եղբայրներ, քույրեր, ես ասում եմ ավետարաններից։ Սա ասում եմ հայտնության գիրքը ասում է, զգուշացիր չլա, թե քո պսակը ուրիշը առնի։ Մեկը Աստված իր գործը կատարելու է։ Ես ու դու չմտածենք, որ մենք երևելի ենք, եւ եթե մենք հանկարծ չանենք Աստծո գործը, ուրիշանող չի լի։ Ուրիշ քարոզիչ չի կարա հանի։ Ուրիշ սպասավոր, ուրիշ գործանող չի կարա հանի։ Տերը քեզ տվել է այդ գործը, պատվավոր գործը, որ դու հասկանաս եւ սիրով անես։ Բայց եղբայրներ, քույրեր, այստեղ մի կարևորություն կա։ Նախ առաջ ապաշխարությունը, հետո պտուղը։ Գիտեք, հանդիպել են այնպիսի մարդիկ, որ իրապես ուզեցել են ծառայեն, գործեն, բայց նրանց ծառայությունը չի երկարել։ Ինչու՞, որտեղ այդ մարդիկ ապաշխարած չեն եղել։ Գոնե մինիմումը ապաշխարած չեն եղել։ Մեզ չթվա, թե մեր ծառայությունը դա էլ պետք է հանգիստ գնա։ Մեր ծառայության մեջ էլ պետք է հալածանք լինի, նեղություն լինի։ Տեսեք, Աստված, որ մերժեց Մովսեսը, որ մերժեց Եգիպտոսի պալատները, հեշտ չէր իր ծառայությունը։
Ամեն դժվարության այդ ժողովուրդը գալիս էին ու Մովսեսին. Ինչու մեզ հանեցիր Եգիպտոսից, ինչու հաց չկա, ինչու ջուր չկա, եւ տրտնջում էին մարդիկ, դժվար էր Մովսեսի համար, չէ, մարդիկ կան, մի քիչ նեղություն ա գալի, ուզում են մերժեն իրանց ծառայությունը, ուշադրություն դարձնենք մեր ապաշխարությանը, եղբայրներ քույրեր, առաջ ապաշխարությունը, հետո պտուղը, իսկ ապաշխարելու եւ գործելու համար անհրաժեշտ համապատասխան Աստծո ծառայողը պետք է լինի կոտրված եւ խոնարհ։ Աստծո գործը առաջինը Իսրայելի ժողովրդին գրված է Եգիպտոսի մեջ, խոնարհեցնելու, ինչու էր ծարավացնում, ինչու էր անոթեցնում, ինչու էր թույլ տալի փորձություններ, նեղություններ, կոտրելու եւ խոնարհեցնելու։ Եվ հետո ասում է, եւ հետո հրատենամ, իմ պատվիրանքներս կպահեն, թե ոչ։ Եղբայրներ քույրեր, մենք ինչքան որ հոգսեր, նեղություններ որ գալիս է, մենք հրատենանք Աստծո խոսքով ենք վերաբերվում, թե չէ։ Աստծո խոսքով ենք ապրում, թե չէ։ Եթե ուզում ես իմաստուն լինել, ուղղակի վերաբերվի Աստծո խոսքով։ Սա է իմաստունը, սա է իմաստության։ Եվ առակած գրքի մեջ զգուշացնում է քո իմաստությանը մի վստահի, Աստծուն հուսա, Աստծուն հուսա, Աստծո խոսքին հուսա, Աստծո խոսքը մեր մեջ պետք է բնակվի, եղբայրներ քույրեր, մենք Աստծո օրենքը պետք է սիրենք, ինչպես ասում է, եւ Աստծո օրենքը սիրողներին շատ խաղաղություն կա եւ նրանց գայթակղություն չկա։ Ինչքան գայթակղությունները մարդկանց տարել են։ Իրանց թվում է, թե եթե գնացին այն մյուս եկեղեցին, այնտեղ գայթակղություն չի լինելու։ Գայթակղությունը ամեն տեղ էլ լինելու է, ամեն տեղ էլ գալու է, որ քեզ մերժելու են, ամեն տեղ էլ գալու է։ Իհարկե, գիտեք ինչ կա, ես օրինակ կասեի, որտեղ որ ճշմարտություն է, փրկություն է, այնտեղ է շատ հալածանքը եւ նեղությունը։ Որտեղ որ խաղոպարա բաց թողի խմբավորումներ են, այնտեղ Տերը ինչ անի, այնտեղ հենց էլ խաբված ժողովուրդ է, հենց էլ Աստծո խոսքը մերժած ժողովուրդ են, եւ տեսեք Աստծո խոսքը ինչքան կարեւորություն է տալի ավետարանին, եղբայրներ քույրեր։ Մենակ բավական է, որ մենք հասկանանք Տեր Հիսուսի այս խոսքը, որ ասավ, ես չեկա դատելու, ես չեկա դատելու աշխարհը, բայց վերջին օրը իմ խոսքը պետք է դատի։ Մարդիկ հետևում են մարդկանց օրինակներին, բայց գալու է օրը դատաստանի եւ Աստծո խոսքը դատելու է։ Շատ կարևոր է, եղբայրներ քույրեր, մեր մտածելակերպը, ես նորից եմ ասում, մեր միտքը, թե մենք ինչպես ենք մտածում, ինչպես ենք հասկանում։ Տեսեք, Սատանան գիտի, նա գրված է, որ անհավատների միտքը կուրացրեց, քիչ ասեմ, աչքերը կուրացրեց, անհավատների միտքը կուրացրեց, որպեսզի Քրիստոսի ավետարանի լույսը նրանց սրտի վրա չծագի, որ է Աստծո պատկերը։ Տեսնեք որևից է բռնում։ Նախ ու այդքան էլ հիմար չի։ Միտքը փակի, չէ, մարդկանց հետ խոսում ես, ասում ես, չէ, ասես չասես, մարդիկ չեն հավատում։ Փագա միտքը։ Աստված օգնի եղբայրներ քույրեր, եւ որ մեր այս կյանքը վերջանա, եւ որ Տեր Հիսուս գա իր մեծ փառքով, կամ այս կյանքի մեջ վերջանա մեր կյանքը եւ մենք այս մարմնավոր կյանքից հեռանանք Հայտնության 14-րդ գլխի
13-րդ խոսքից։ Ու երկնքեն ձայնը լսեցի, որ կսեր, գրե, այսուհետև երանելի են այն մեռելները, որոնք Տիրոջով կննջեն, այո կսե հոգին, որ իրենց աշխատությունեն հանգչին ու իրենց գործերը իրանց ետևեն կերթան, ամեն։ Տեսեք գործերը պտուղները, սա կարծեմ եմ միանման բան է և վերջի Տիրոջ գալուստի հայտնության 22-րդ գլխի 11 խոսքից ան որ անիրավություն կնե թող անիրավություն ընե ու ան որ աղտոտ է թող աղտոտը լա ու ան որ արդար է թող արդարը լա ան որ սուրբ է թող սուրբը լա ահա եւ շուտով կգամ եւ իմ վարձքս ինձի հետ է ամեն մեկին իր գործի համեմատ հատուցանելու ամեն տեսեք շեշտը ամեն մեկին իր գործի համեմատ հատուցանելու թող մենք կարդանք ավետարանը ձեռք բերենք լիարժեք հավատք խոսքը թող մեր մեջ բնակվի եւ գործենք իր փառքի եւ իր անվանը համար գիտեք եւ որ մենք ապաշխարենք իրապես կարդանք ավետարանը Աստծո խոսքին հետևող լինենք պահենք իր խոսքը Աստված մեզ կառաջնորդի իրան ծառայելու մենք չենք կարա լուր մնանք գիտեք փրկված մարդը անհանգիստ է իր շրջակայքի մարդկանց փրկության համար եթե մենք չենք վկայում սա լավ նշան չի եթե մենք չենք անհանգստանում ուրիշների փրկության սա լավ նշան չի բերեք այսօր թող մեր մտածելակերպը շարժվի թող բժշկություն գա մեր մտածելակերպի հետ որտեղ մենք ինչ որ մտածում ենք մեր արտաքին կյանքը կախված է մեր մտածելակերպի հետ ճիշտ ենք մտածում ճիշտ ենք վերաբերվում սխալ ենք մտածում սխալ ենք վերաբերվում եղբայրներ քույրեր եւ Սողոմոնը այս կյանքի այս աշխարհի համար ասում ամեն բան ունայն է թե հարստությունը կապ չունի դու այդ օրը եւ որ կանգնես Աստծո առաջ աշխարհի երկրավոր կյանքը լավ վատ նեղությունը քաշել թե ինչ դա ոչ մի բան չի երևալու տեսեք աղքատ Ղազարոսի ու մեծ ահարուստի պատմությունը միջայլոց սա պատմությունը առակ չի իրական պատմություն Ինչ քաղեց մեծ ահարուստը ամեն օր ուրախություն էր անում զվարճություն էր անում այս երկրից ինչ տարավ իր հետ հավիտենություն ոչ մի բան բայց աղքատ Ղազարոսը փրկության մեջ էր տեսնում եք տարբերությունը մենք շատերը ուզում են այստեղ էլ վայելեն այնտեղ էլ վայելեն այստեղ էլ իրանց ուզածով ապրեն այնտեղ էլ գնան փրկություն սա հնարավոր չի ուզում են երկու սեղանից ուտեն հնարավոր չի ուզում են երկու Տիրոջ ծառայեն սա հնարավոր չի եւ Եղիան ասավ այդ ժողովրդին հերիք հա երկու ոտքի վրա կաղաք եթե Եհովան Աստված Եհովային պաշտեք եթե բաղամն է բաղամին պաշտեք եթե աշխարհն է սիրեմ գնա աշխարհ ով է քեզ հետ պահի եթե Աստծուն է սիրեմ արի Աստծուն բայց մի ծառան չի կարա երկու Տիրոջ ծառային եղբայրներ քույրեր թող այսօր փոփոխությունը երևա թող ապաշխարությունը գա թող գնանք մեր տները բացենք ավետարանը ծնգի գանք աղոթենք ու կարդանք ոմանք ասում են դե կարդում ենք չենք հիշում եթե դու հեռախոսի մեջ ես ինչ պետք է հիշես կոշտ մարդը գրված է
մեղրախորիսխը կարգամարի, դու հեռախոսով կշտացած ես, դու աշխարհով, դու զբաղմունքներով, դու անհավատների հետ խառնված կշտացած ես, քո միտքը լցվել է ունայնությունով, պոկվի դրանցից, ազատագրվի այդ անհավատների խառնակությունից, ունայն զրույցներից, նա թշնամին զրույցներ, տեղեկություններ, քաղաքականություն լցնեմ քո աշխարհը լցնեմ, քո միտքը, քո ամբողջ էությունը լցնեմ, այնտեղ տեղ չկա այլ լցնելու։ Հետո գիրքը բացում ենք, դեռ չկարդաց մեր աչքերը փակվում է։ Կամ կարդում ենք, չենք էլ հիշում ինչ կարդացինք։ Մեկին ընտրենք։ Տերը օգնի եղբայրներ, քույրեր, Տերը օգնի միտք առնենք մեր մտածելակերպը, փոխվի այսօր, փոփոխությունը գա, երևա դա մեր քո ամենքի լավի համար է։ Գիտեք, նրանք ովքեր հասկացել են փրկությունը, ըմբռնել են, դա իրանց համար է։ Իրանք չեն կարա քեզ փրկեն, ոչ մեկը քեզ չի կարա փրկի։ Քեզ փրկողը Տերն է, մեկ էլ դու ես, որ քեզանից ինչ որ կախված է դու անես։ Ես մի բան եմ սովորել, որ այն ինչ որ ես կարամ անեմ, Տերը իմ փոխարեն չի անելու։ Ինչ որ իմ ուժերից վեր է, դա կլի մեղքի հարց, ինչ որ չգիտեմ, ինչ հարցեր, որ ես չեմ կարող ազատագրվել, կարծում եմ, որ աղոթեմ, Տերը տենա, Տերը կազատագրի։ Տիրոջ անունը փառավորվի եղբայրներ քույրեր։ Բերեք կանգնենք աղոթքի։ Բերեք մենք մտնենք մեր ներքին սենյակը, մեր աչքերը փակենք, մեր վիճակները բերենք Տիրոջը։ Խնդրենք, որ Սուրբ Հոգին ներգործի մեր կյանքի մեջ, մեր հետագա ժամանակների մեջ, մեր կյանքը փոխվի, մենք ապաշխարենք, գործենք, պաշտենք, ծառայենք Տիրոջը Աստծո փառքի համար ու թող փառավորվի Տիրոջ անունը, ալելույա, ամեն։